Լուսարոտին շարունակում է լավ տրամադրությամբ, իսկ մենք արդեն հյուրընկալել ենք մեր հյուրին եւ թեման է մեր ամրոց հիմնադրամը 14-ից 17 տարեկան պատանիներին հրավիրում է մասնակցելու իր ամենամյա Ծիլ 2025 ստեղծագործական մրցույթին, որի նպատակը հայերենով ստեղծագործելը, խրախուսելն ու հայ ստեղծագործ պատանիների համահայկական հարթակ ստեղծելն է։ Այս անգամ Ծիլ 2025 մրցույթի խորագիրը Իմ անունով երկիրն է։ Մրցույթի մասնակցության պայմանների եւ վերջնաժամկետի մասին խոսենք մեր հյուրի հետ, իսկ մեր հյուրն է Այո, մեր առաջին հյուրն է, հարգելի հեռուստադիտողներ, ամրոց հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անի Ղազարյանը, բարի լույս։ Բարև ձեզ։ Գնանք մի քիչ շատ հետ, հա, խոսենք առաջին հերթին ամրոց հիմնադրամից, երբ է ստեղծվել, ինչպես։ Ամրոց հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին 44-օրյա պատերազմից հետո մի խումբ հայերի կողմից, ովքեր որ պատասխանատվություն վերցրեցին, ստանձնեցին իրենց վրա որոշ ուղղություններ մեր երկրում զարգացնելու համար եւ ամրոց հիմնադրամը հենց 4 հիմնասյուների հիման վրա ստեղծվեց՝ հայրենիք, լեզու, արժեքներ եւ հավատք։ Ծիլը հենց լեզու հիմնասյան ինքը տրամաբանական շարունակությունն է։ 2022 թվականից սկսած արդեն իրականացվում է ամենամյա մրցույթը եւ յուրաքանչյուր տարի ունենում ենք 300+ հայտեր։ Ինքը ամբողջությամբ ստեղծագործական մրցույթ է եւ եթե չենք սխալվում Հայաստանում այս պահի դրությամբ ստեղծագործական միակ մրցույթն է հենց հայրենին խրախուսելուն ուղղված։ Այս տարի 14-ից 17 տարեկաների համար ենք ունենալու մրցույթը, նախորդ տարիներ դեպքեր ենք ունեցել, որ ավելի երիտասարդ, ավելի հասուն տարիքի մարդկանց համար է եղել, սակայն հասկացանք, որ այս տարի ուզում ենք ավելի պատանիների համար, հաշվի առնելով, որ ունենք խնդիր, դեռևս 2018 թվականից ունենք հետազոտություն, որ Հայաստանում ապրող հայերը, հայ պատանիները հայերեն քերականության, ուղղագրության եւ հայերեն լեզվամտածողության հետ կապված բավականին կաղում են, այսպես ասված, եւ մեր ամբողջ ջանքը ուզում ենք ուղղել դրան, որ երեխաները սկսեն, պատանիները սկսեն ավելի շատ հայերենով մտածել, ստեղծագործել եւ հայերենը դառնա իրենց համար ինքնաարտահայտման առաջին լեզուն։ Իսկ որոնք են գնահատման չափանիշները, Անի ջան։ Նախ մրցույթում ունենք երկու անվանակարգ, մեկը արձակ ստեղծագործությունների ձևաչափով է, մյուսը տեսողական արվեստ, եւ տեսողական արվեստի մեջ երկու ենթաանվանակարգ ունենք՝ պաստառների ձևավորում եւ պատկերապատում։ Պատկերապատումը մեծ հայտնի կոմիքսներն են։ Այս յուրաքանչյուր անվանակարգի համար մասնագիտացված ժյուրի ունենք, յուրաքանչյուր անվանակարգում 3 մասնագիտացված ժյուրի է լինելու եւ ամեն անվանակարգի համար տարբեր չափանիշներ են։ Օրինակ արձակ ստեղծագործության դեպքում հաշվի առնվելու հայերեն նախադասություններ կազմելը, դա մի չափանիշ է, ունենք նաև չափանիշ ինչպես է պատանի ստեղծագործում, արդյոք նա ստեղծագործում է հենց իր համար, թե ստեղծագործում է զուտ դիմացինի հաճելի թվալու համար, սա օրինակ ժյուրիներից մեկի առաջադրած չափանիշն է եւ նմանատիպ չափանիշներ ունենք, բայց արձակ ստեղծագործության մեջ ունենք պայմաններ 2000 բառի շրջանակներում պետք է պատանիները ստեղծագործեն, պաստառների ձևավորման մեջ մինչև 3 էջ պաստառ պետք է լինի, իսկ պատկերապատման մեջ մինչև 15 պատկերապատում կամ կոմիքս պետք է լինի։ Այ նշեցիք 2022 թվականից է, չէ, արդեն ծիլը կա, մենք արդեն 25-ն ենք ամփոփում, այդ տարեց տարի հետաքրքրվածությունը ավելի է մեծանում, մասնակիցները ավելի են շատանում, թե պասիվ են։ Ինքը կրկնակի չի աճում հետաքրքրվածությունը։ Առաջին տարին ունեցել ենք 300+ հայտ եւ քիչ-քիչ է ավելի շատ ավելանում, այստեղ մեկ այլ հետաքրքրվածություն կա։ Մենք այս տարի Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությանը դիմել ենք, որպեսզի Ծիլ ստեղծագործական մրցույթը անցնի փորձագիտական եզրակացություն, թե որքանով է այն համապատասխանում մեր կրթության չափորոշիչներին Հայաստանի Հանրապետության եւ այժմ վերջնական պատասխան չունենք, ընթացիկ փուլն է, բայց դրական եզրակացություն ունի, այսինքն հետաքրքրվածությունը կա ավելի շատ նախարարության կողմից, որպեսզի մրցույթը ինքը ընդլայնվի եւ գործընկեր կազմակերպությունների կողմից, ովքեր որ հենց աշխատում են պատանիների հետ։ Հուսով ենք, որ այս տարի կունենանք ավելի շատ հայտեր, քան նախորդ տարին։ Ամեն ինչ ոնց որ փորձում ենք անել աշխատարանների ձևաչափով են երեխաներին հետաքրքրացնում։ Մենք մի բան ենք հասկացել։ Հայրենը շատ բարձր պատվանդանի վրա է դրված հիմա բոլորիս մոտ եւ մենք վախենում ենք դա կիրառելուց։ Եվ
Մենք մեր մրցույթում այս խնդիրը լուծելու համար առաջարկել ենք ոչ միայն արևելահայերենով ստեղծագործություններ, որպեսզի երեխաները ներկայացնեն, այլ արևմտահայերենով Հայաստանի տարբեր բարբառներով, այդ թվում նաև Արցախի բարբառով եւ խրախուսում ենք եւ փորձում ենք այս միջավայրը ապահովելով տալ այդ հնարավորությունը պատանեն, որպեսզի իրենք հասկանան, որ հայերենը ինքը կիրառելի լեզու է, իրենք չվախենան եւ ճկվող լեզու է, ճկուն լեզու է հայերենը։ Այսպես։ Նախորդ տարիների հաղթողների փորձից, օրինակից ինչ ունեք պատմելու, հետաքրքիր է շատ։ Ասեմ, որ մենք ուզում ենք, որ այս մրցույթով ստեղծենք միջավայր, որ պատանները հասկանան գրելը, ստեղծագործելը ինքը եւս աշխատանք է, ինքը ուղղակի հոբի չէ, զբաղմունք չէ։ Նախորդ տարիների հաղթողներից դեռևս չունենք այդպիսի հաղթող մասնակից, որը որ գնացել է հենց այդ ուղղվածությամբ, բանասիրություն եւ այլ ուղղվածությամբ, որպեսզի հասկանա գրելը իր աշխատանքն է, ոչ միայն զբաղմունք, բայց ունենք այլ հետաքրքիր ձևաչափեր, ունենք պատաներ, ովքեր գրքեր են թողարկել արդեն, հրատարակել, ունենք պատաներ, ովքեր տարբեր դրանից հետո տարբեր միջոցառումներ եւս մասնակցել են ու կազմակերպել են հենց ստեղծագործական միջոցառումներ այլ պատանների, իրենց համայնքի պատանիների համար։ Այո, կարգախոսը իմ անունով երկիր է, ինչպես են տրվում, հա, կարգախոսը եւ ինչու հենց սա։ Ինքը խորագիր է ավելի շատ, ոչ թե կարգախոս, մենք տվել ենք մի, այսպես ասված, անձրևանոց, ընդհանուր մեծ իմ անունով երկիրը, որի տակ պատանները իրենք ազատ են ստեղծագործել իրենց մտքերը կապված հայրենիքի, իրենց պատկանելիության հետ։ Իրենք կարող են ազատ ընտրել վերնագիր, թեմա, բայց ամբողջը մի անձրևանոցի տակ պետք է լինի իմ անունով երկիրը, ամբողջը դրան է ուղղվում։ Եվ ամրոց հիմնադրամի ծրագրերի մեծամասնությունը հենց ուղղված է, ինչպես որ ի սկզբանե նշեցի, մեր հայրենիքին, լեզվին, արժեքներին եւ հավատքին։ Անի ջան, օրինակ ինձ շատ հետաքրքիր է, ինչպես կարող են հայտագրվել, մասնակցել, անդրադառնալ։ Այո։ Նայեք, հայտերը բաց են հոկտեմբերի 1-ից սկսած եւ մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ կարող են հայտերը լրացնել ամրոց հիմնադրամի պաշտոնական կայքում տեղադրված է հայտադիման լրացման ձևաչափը, իրենք կարող են մուտք գործել ամրոցի կայք, այնտեղ մանրամասն ուղղվածությունները գրված է, կարող են լրացնել ըստ անվանակարգերի։ Կա տարիքային սահմանափակում 14-ից 17 տարեկան եւ այստեղ ես ավելացնեմ նաև բացի հիմնական անվանակարգերից տեսողական արվեստ եւ գրական ստեղծագործություններ մենք այս տարի առաջին անգամ բացել ենք մեկ խրախուսական անվանակարգ օտարագիր անունով քանի որ մենք ուզում ենք Սփյուռքի պատանեն եւս ներգրավել այս հայրենով ստեղծագործելու գործընթացում հատուկ իրենց համար ենք բացել այն պատանները ովքեր որ ապրում են Սփյուռքում հայ են եւ հայերեն այսինքն ֆիզիկապես եթե չեն կարող ներկա գտնվել են կարող են on-line տամ ինչի այո ոչ միայն դա բայց նաև եթե իրենք հայերեն չեն կարողանում գրել, միայն խոսում են, իրենց հնարավորություն են տվել ստեղծագործեն այն լեզվով, որ իրենք ընդհանրապես այդ պահին մտածում են ու ազատ են զգում իրենց։ Սա խրախուսական անվանակարգ է եւ սրա մրցանակը լինելու է այնպիսի հնարավորություն, որպեսզի իրենք բարելավեն իրենց հայոց լեզուն հետագայում։ Բայց ես այդքան էլ համաձայն չեմ 14-ից 17 տարեկան եմ։ Մտածում եմ ավելի բարձրացվի թե Հա, բարձրացվի բնականաբար, որտեղ ինձ թվում է կլինեն երևի մարդիկ։ Դե չեմ կարծում պատահական չի։ Պատահական չի, որ հենց այս տարիքում ենք ընտրել մեր հիմնական ծրագրերը հենց այս տարիքում են, քանի որ հիմքը դրվում է ավելի շատ այս տարիքից, հենց այս տարիքում են պատաները սկսում իրենց արմատներին ամուր կարճել եւ դրանց հետո զարգանալ։ Այդ 22-ից կա այս ամենամյա ծիլը ու հետաքրքիրը այս տարիների ընթացքում կարծիքով համայնքել է երևի ինչ-որ ձևավորվել, արդյոք ամրոցը ինչ-որ կապի մեջ այդ երեխաների հետ, բոլոր մասնակիցները թե ոչ։ Մերսի հարցի համար շատ կարևոր է շարունակությունը մրցույթի որն է լինում։ Մենք ունենք արդեն 50 հոգուց կազմված համայնք, ստեղծագործողների համայնք, դրանք այն պատանիներն են, ովքեր որ տարբեր տարիներին հաղթել են ինչ-որ հորիզոնական են գրավել, եւ ամրոցը իրենց հետ կազմակերպում է տարբեր զարգացնող դասընթացներ, հիմնականում առցանց, քանի որ մասնակիցների մեծ մասը մարզերից են լինում։ Կազմակերպում է տարբեր միջոցառումներ նրանց համար, ինչպես նաև ներգրավում է այլ ծրագրերում ամրոցի կազմակերպչական գործընթացները, որպեսզի այդ սոսինձը լինի համայնքի, իրենք միշտ տենց իրար հետ լինեն, զարգանան, եւ այս տարի եւս
մրցույթի ժամանակ ունենանք մեկ խրախուսական մրցանակ հենց Ծիլ համայնքի կողմից։ Մենք Ծիլ համայնքից կընտրենք 3-4 հոգուց կազմված պատանիներից ժյուրի, այսպես իրենք ոչ ֆորմալ են, ավելի շատ ֆորմալ ժյուրի չեն, եւ իրենք որպես նախորդ տարիների հաղթած մասնակիցներ կընտրեն լավագույն իրենց համար ստեղծագործությունները եւ այդ աշխատանքը կպարգևատրվի մեր ավարտին միջոցառման ժամանակ։ Նշեմ, որ միջոցառումը կամփոփվի, այսինքն սփակման միջոցառումը տեղի կունենա փետրվարի կեսին Թումանյանի ծննդի եւ գրքի օրվա հետ կապված միջոցառման ժամանակ կլինի։ Շնորհակալ ենք շատ Անի ջան, շատ հետաքրքիր բովանդակալից զրույցի համար, քանի որ մեր ժամանակը կարճ է, պետք է սահմանափակվենք այսքանով։ Շնորհակալություն։ Հիշեցնենք թեման։ Եվս մեկ անգամ, այո, հոկտեմբերի 1-ից մինչև 31-ը կարող են պայմաններին ծանոթանալ Ամրոցի կայքում։ Ամրոցի կայքում եւ Ծիլի Facebook-յան էջում։ Ծիլ ստեղծագործական հարթակ Facebook-յան էջում։ Այո, մասնակցում են 14-ից 17 տարեկաններ, նաև բոլոր նրանք, ովքեր որ ապրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, եւս կարող են լինել այս ամենի մասնակից։ Եվ իհարկե բոլոր մանրամասների համար այցելեք Ամրոցի կայքը։ Շնորհակալ ենք շատ, ձեզ լավ օրվա շարունակություն։ Մեր հյուրն էր Ամրոցի հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անի Ղազարյանը։